Առանց թափոնների համաշխարհային օրվան ընդառաջ մարտի 28-ին Սևան քաղաքի դպրոցականները Սևան համայնքի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցում մասնակցեցին ինտերակտիվ սեմինարի, որտեղ միասին քննարկեցին առանց թափոն մոտեցումը, թե ինչպես է հնարավոր նվազեցնել թափոնների քանակը մեր առօրյայում, թափոնների տեսակավորումը եւ վերամշակումը ինչու է կարևոր երկրորդ կյանք տալ վերամշակելի նյութերին, շրջանաձև տնտեսությունն ու էկոլոգիական պատասխանատվությունը, ինչ կարող ենք անել, որպեսզի մեր սպառումն ավելի գիտակցված լինի, fast fashion-ը ինչպես է այն ազդում մեր մոլորակի վրա եւ ինչ լուծումներ կարող ենք առաջարկել։ Դպրոցականները տեսակավորման ուսուցման ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանի հետ քննարկեցին այս բոլոր հարցերը։ Սա արժեք է, ու սա պետք է չնետենք անկողմանը, երբ որ օրինակ ձեզ մոտ շուտով Սևան քաղաքում կտեղադրվի թափոնամաններ տեսակավորման, Շվեդիայի ֆինանսավորմամբ, Սևանի համայնքապետարանի հետ համատեղ, ամերիկյան համալսարանը եւ շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ տեղադրելու են թափոնների համար նախատեսված թափոնամաններ, որտեղ որ դուք արդեն հասնելու եք տեսակավորման։ Լինելու է երկու գույնի՝ կապուտ եւ կանաչ։ Կապուտը նախատեսված է լինելու թղթի, պլաստիկի եւ մետաղի համար, գունավոր մետաղների համար, իսկ կանաչը արդեն ապակու համար։ Ինչով է դա լավ, դա մի մոդել է, որ խնայում է ռեսուրսը, այսինքն համ ձեր փողոցի տեսքը չի գցում։ Սևան քաղաքում շուտով կներդրվի թափոնների տեսակավորումը։ Փորձագետ Էմիլ Մկրտչյանի հետ դպրոցականները քննարկեցին, թե ինչքան կարևոր է գիտակցել եւ գործել մեր մոլորակը ավելի մաքուր եւ կայուն դարձնելու համար։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից, Շվեդիայի կողմից ֆինանսավորվող շրջակա միջավայրի նախարարության եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի շրջանակում եւ Սևանի համայնքապետարանի օժանդակությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2022 թվականից մարտի 30-ը հռչակել է առանց թափոնների համաշխարհային օր։ Այդ օրը հռչակելով զրոյական թափոնների միջազգային օր, որը նպատակ ունի խթանելու թափոնների կառավարման եւ վերամշակման կարեւորությունը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։